Մի սովորական գիշեր միլիարդատերը ապշում է սեփական խոհանոցում տեսած անհանգստացնող տեսարանից։ Հետաքրքրված նա բացահայտում է մի երիտասարդ աղջկան, որ գաղտնի անցնում է տանջալի առօրյա իր հիվանդ մորը կենդանի պահելու համար։ Այս բացահայտումը նրան կապում է անսպասելի անցյալի հետ, ընդմիշտ փոխում է երեք կյանքի ընթացքը։ Երանի լուսաբացը լուրջ շնչում էր, երբ Էդուարդ Սարգսյանս մեկ անգամ հայտնվեց կենտրոնում գտնվող իր առանձնատան միջանցքներում քայլելիս։ Արդեն երրորդ գիշերն էր անընդմեջ, որ քունը լիովին լքել էր նրան, թողնելով մի անհանգստության գերի, որին նա անուն չէր կարողանում տալ։ 52 տարեկանում գործարարը կառուցել էր լոգիստիկ մի կայսրություն, որը տարածվում էր ամբողջ երկրով մեկ, միացնելով անհնարին կետեր, կանխատեսելով օրինաչափություններ այնտեղ, որտեղ ուրիշները միայն քաոս էին տեսնում։ Բայց այդ լուսաբացին նրա ռազմավարական միտքը կարծես խրված լիներ աննպատակ մտքերի անվերջ օղակի մեջ։ Ոտաբոբիկ հագին միայն սպիտակ շապիկ բամբակյա տաբատ, Էդուարդն անցավ գրադարանի մոտով, որտեղ մահագոնի դարակների վրա դասավորված հարյուրավոր գրքերը կարծես լուր դատում էին նրան։ Նա փորձեց կենտրոնանալ մի վեպի վրա, որը գնել էր շաբաթներ առաջ, բայց բառերն առանց իմաստ կազմելու պարում էին էջի վրա։ Դասական երաժշտությունը, որը ցածրաձայն հնչում էր շրջապատում, նույնպես չէր կարողանում հանգստացնել նրա կրծքում բորբոքված փոթորիկը։ Տարօրինակ էր այդ անհանգստությունը։ Գործերում Էդուարդը միշտ հստակ գիտեր, թե ինչ անել։ Երբ բոլորը տատանվում էին, նա որոշում էր կայացնում։ Երբ շուկան խուճապի էր մատնվում, նա հնարավորություններ էր գտնում։ Շարժումները կանխատեսելու արագ որոշումներ կայացնելու նրա ունակությունը նրան դարձրել էր երկրի ամենահարգված գործարարներից մեկը։ Բայց այնտեղ, իր լուր տանը մենակ, նա իրեն զգում էր օտարականի պես անծանոթ տարածքում։ Նա քայլեց դեպի հյուրասենյակ, որտեղ հայ նկարիչների կտավները զարդարում էին պատերը, հայտնի դիզայների կողմից խնամքով պլանավորված ներդաշնակությամբ։ Այնտեղ ամեն ինչ հաջողություն ու լավ ճաշակ էր շնչում, բայց նա մի սառնություն, որը նա սկսում էր ավելի պարզ նկատել յուրաքանչյուր անկում գիշերվա հետ։ Նա փորձեց հիշել, թե վերջին անգամ երբ է իսկապես ծիծաղել, վերջին խոսակցությունը, որը խորապես հուզել էր նրան, վերջին պահը, երբ իրեն իսկապես կապված էր զգացել մեկ այլ մարդու հետ։ Միայնությունը նորություն չէր Էդուարդի կյանքում։ Գրեթե մեկ տասնամյակ առաջ բաժանված, նա վարժվել էր տանը հնչող հարազատ ձայների բացակայու։ Թիանը։ Նրա երկու զավակները, արդեն չափահաս, ապրում էին իրենց սեփական կյանքով այլ երկրներում, այցելելով նրան միայն տոնական օրերին, քաղաքավարի մակերեսային խոսակցություններով։ Աշխատանքն այնքան շատ էր խլել նրա ժամանակը, որ երբ վերջապես կանգ առավ շունչ քաշելու, հայտնաբերեց, որ շրջապատված է հաջողությամբ, բայց իմաստից զուրկ։ Նա ուղղվեց դեպի խոհանոց, մտածելով թեյ պատրաստել կամ գուցե պարզապես մի բաժակ ջուր խմել։ Ժամանակակից լավագույն կենցաղային տեխնիկայով հագեցած միջավայրը սովորաբար անթերի էր մնում, քանի որ Էդուարդը հազվադեպ էր ուտելիք պատրաստում։ Ռոզա Պետրոսյանը, նրա տնային աշխատողն ավելի քան 8 տարի, տան յուրաքանչյուր անկյունը պահում էր լուր արդյունավետ կատարելությամբ։ Հենց այդ ժամանակ նա լսեց։ Մի մեղմ, գրեթե աննկատելի ձայն էր գալիս խոհանոցի ուղղությունից։ Էդուարդը կանգ առավ միջանցքում, խոժոռելով հոնքերը։ Դա սպասքին քսվող ինչ-որ բանի ռիթմիկ շփումն էր, ուղեկցվող հոսող ջրի զուսպ ձայնով։ Ինչ-որ մեկը սպասք էր լվանում։ Նրա վերլուծական միտքն անմիջապես սկսեց մշակել հնարավորությունները։ Ռոզ. Ան երբեք չէր աշխատում այդ ժամին։ Նա գալիս էր առավոտյան 7-ին, գնում երեկոյան 5-ին, ճշտապահորեն։ Հանգստյան օրերին գալիս էր միայն շաբաթ առավոտյան, արագ մաքրության համար։ Երեքշաբթի էր, գիշերվա 3:15։ Էդուարդը զգուշորեն մոտեցավ, նրա ոտաբոբիկ ոտքերը ոչ մի ձայն չէին հանում սառը հատակին։ Հասնելով խոհանոցի մուտքին, նա բախվեց մի տեսարանի, որը նրան լիովին շփոթեցրեց։ Մի նիհար երիտասարդ աղջիկ, մեջքով դեպի նա, կրացած էր լվացարանի վրա, լվանալով կեղտոտ սպասքի տպավորիչ քանակություն։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին անփույթ պոչիկով, նա հասարակ հագուստով էր, գունաթափված կապույտ շապիկ ջինսե տաբատ։ Նրա ձեռքերը, որոնք Էդուարդը կարող էր տեսնել նույնիսկ հեռվից, տեսանելիորեն կարմրած էին, հավանաբար, լվացող միջոցից տաք ջրից գրգռված։ Ամենաշատը նրան ցնցեց այն ափսեների, կաթսաների պարագաների կույտի չափը, որը նա լվանում էր։ Էդուարդը մենակ էր ապրում, հիմնականում դրսում էր ուտում, տանը հազվադեպ էր օրական մեկ բաժակ սուրճից ավելին օգտագործում։ Որտեղից էր հայտնվել այդքան կեղտոտ սպասքը։
Աղջիկը լուռ աշխատում էր, բայց Էդուարդը կարող էր նկատել, որ նրա շարժումները լարված էին, շտապողական։ Նա անընդհատ կողքերն էր նայում, կարծես սպասելով, որ ցանկացած պահի իրեն կբացահայտեն։ Նրա ափսեները մաքրելուձի մեջ ինչ-որ հուսահատ բան կար, կարծես յուրաքանչյուր վայրկյանը թանկ լիներ։ Էդուարդը մի քանի վայրկյան անշարժ մնաց, փորձելով ըմբռնել, թե ինչ է տեսնում։ Աղջիկը մոտ 17 տարեկան էր թվում, գուցե մի փոքր ավելի։ Նա ակնհայտորեն Ռոզայի դուստրն էր, դեմքի գծերի, մաշկի գույնի, ձեռքերի նուրբ մեջ անսխալական նմանություն կար։ Բայց ինչ էր նա անում այնտեղ, այդ ժամին, իր խոհանոցում սպասք լվանալով։ Երբ վերջապես որոշեց խոսել, Էդուարդը մեղմորեն կոկորդը մաքրեց, որպեսզի չվախեցնի նրան։ Նույնիսկ այդ դեպքում աղջկա արձագանքն անմիջական սուր էր։ Նա կտրուկ շրջվեց, գցելով մի բաժակ լվացարանի մեջ, նրա աչքերը լայն բացվեցին մաքուր սարսափից։ Նրա թաց ձեռքերը տեսանելիորեն դողում էին, մի պահ Էդուարդը մտածեց, որ նա կուշագնացվի։ Խնդրում եմ, մայրիկիս չասեք, սրանք էին առաջին բառերը, որ դուրս եկան նրա բերանի։ Հուսահատ շշուկով։ Ես ուղղակի օգնում էի նրան, որովհետև մրսած է։ Միայն դա։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Աղջկա ձայնը դողդոջուն էր, վախով լի, բայց նրա մեջ նա մի արժանապատվություն կար, որը տպավորեց Էդուարդին։ Նա աչքերը չխոնարհեց, թե ակնհայտորեն սարսափած էր։ Այդ հայացքի մեջ ուժ կար, մի վճռականություն, որը հակասում էր իրավիճակի խոցելիությանը։ Անունդ ինչ է, հարցրեց Էդուարդը, ձայնը պահելով հանգիստ ցածր։ Մարիամ, պատասխանեց նա, դեռ շշնջալով։ Մարիամ Պետրոսյան։ Ես Ռոզայի դուստրն եմ։ Իսկ ինչ ես անում այստեղ, Մարիամ։ Գիշերվա 3-ն անց է։ Հարցը կարծես սրի պես խոցեց նրան։ Էդուարդը տեսավ, թե ինչպես հուսահատությունն աճեց նրա աչքերում, տեսավ, թե ինչպես սկսեցին արցունքներ հավաքվել, բայց նա տեսավ նրա վճռականությունը չլացել իր առջ։ Մայրս ուժեղ գրիպով է, ասաց նա, ձայնը դեռ անկայուն։ Այսօր չկարողացավ աշխատանքի գալ անհանգստացավ, որովհետև ձեզ տունը կարգի բերված է պետք։ Ես եկա միայն օգնելու, որպեսզի դուք նրանից չնեղանաք։ Նրան շատ է պետք այս աշխատանքը։ Բացատրությունը դուրս եկա։ Վշփոթված, կարծես Մարիամը 1000 անգամ փորձած լիներ այդ բառերը։ Բայց Էդուարդը, որը սովոր էր բարդ բանակցություններում մարդկանց իրավիճակներ կարդալ, անմիջապես նկատեց, որ պատմության մեջ շատ ավելին կար։ Կեղտոտ սպասքի քանակությունը, աղջկա հյուծված վիճակը, նրա աչքերի անհամաչափ վախը, այս ամենը իմաստ չուներ, եթե դա ընդամենը հիվանդ մորն օգնող դուստր լիներ։ Որքան ժամանակ է, ինչ մայրդ հիվանդ է, հարցրեց նա, ուշադիր հետելով Մարիամի արձագանքին։ Մի քանի օր, արագ պատասխանեց նա, բայց Էդուարդը նկատեց, թե ինչպես նա խոսելիս հայացքը փախցրեց։ Սովորական մրսածությունը։ Շուտով կանցնի։ Էդուարդը ձեռքերը խաչեց, ուսումնասիրելով երիտասարդ աղջկան։ Այդ իրավիճակում ինչ-որ խորապես սխալ բան կար, յուրաքանչյուր բնազդ, որը նրան հաջողակ գործարար էր դարձրել, գոռում էր, որ Մարիամը ճշմարտությունը չի ասում։ Ոչ թե չարամտությունից, այլ վախից։ Մարիամ, դու սովորում ես, հարցրեց նա, փոխելով թեման, որպեսզի տեսնի, թե ինչպես կարձագանքի։ Հարցը կարծես անսպասելիորեն հարվածեց նրան։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, Ռոնք նա պայքարում էր զսպելու համար, Էդուարդը տեսավ, որ նրա ձեռքերն էլ ավելի ուժգին դողացին։ Ես սովորում էի, մրմնջաց նա, այս անգամ չկարողացավ կանխել մի քանի արցունքի հոսքը։ Բայց հիմա ժամանակ չունեմ։ Պետք է աշխատեմ, որ տանն օգնեմ։ Հենց այդ պահին Էդուարդը հասկացավ, որ կանգնած է մի բանի առջ, որը շատ ավելի լուրջ էր, քան սկզբում պատկերացրել էր։ Մարիամի հայացքի ցավը ուսման մասին խոսելիս, այն ձև, որով նա ասաց սովորում էի անցյալով, այն հուսահատ վճռականությունը, որով նա վերադարձավ սպասք լվանալուն, այս ամենը նկարում էր մի պատկեր, որը նրան խորապես անհանգստացրեց։ Քանի տարեկան ես, հարցրեց նա մեղմորեն։ 17, պատասխանեց նա, կենտրոնացած ափսեների վրա, կարծես իր կյանքը կախված լիներ այդ աշխատանքից։ 17 տարեկան։ Էդուարդը զգաց, թե ինչպես ինչ-որ բան սեղմվեց իր կրծքում։ 17 տարեկանում իր սեփական երեխաները մտահոգված էին միայն երեկույթներով, ճանապարհորդություններով, թե որ համալսարանն ընտրել։ Մարիամը, մյուս կողմից, այնտեղ էր գիշերվա 3-ին, ձեռքերը աշխատանքից վիրավոր, ստում էր մորը պաշտպանելու համար հրաժարվում ուսումից։ Մարիամ, մի պահ կանգ առ, ասաց Էդուարդ։
վճռական, բայց առանց կոպտության։ Նստիր այստեղ ինձ հետ։ Նա տատանվեց, նայելով իրեն կեղտոտ սպասքին, ակնհայտորեն երկու ընտրության միջ հնազանդվել աշխատանքն ավարտելու հուսահատություն։ Սպասքը կարող է սպասել, պնդեց Էդուարդը։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Դժկամորեն Մարիամը ձեռքերը սրբեց սրբիչով նստեց խոհանոցի սեղանի բարձր աթոռին։ Նա հայացքը հառել էր սեփական ձեռքերին, որոնք Էդուարդը կարող էր տեսնել, որ ոչ միայն կարմրած էին, այլ փոքր կտրվածքներով ու կոշտուկներով, որոնք շատ բան էին պատմում ծանր ֆիզիկական աշխատանքի մասին։ Այստեղից բացի ուրիշ որտեղ ես աշխատում, հարցրեց Էդուարդը տեսավ, թե ինչպես ցնցումն անցավ երիտասարդ աղջկա դեմքով։ Ես չեմ։ Ինչպես գիտեք, կակազեց նա։ Քո ձեռքերը պատմություն են պատմում, Մարիամ։ Սրանք մեկի ձեռքերը չեն, ով երբեմն օգնում է հիվանդ մորը։ Սրանք մեկի ձեռքերն են, ով ծանր աշխատում է ամեն օր։ Հաջորդած լռությունը ծանր էր, լի չասված ճշմարտություններով։ Էդուարդը տեսավ այն ճշգրիտ պահը, երբ Մարիամը որոշում կայացրեց ասել ճշմարտությունը կամ գոնե դրա մի մասը։ Կենտրոնում մի ռեստորանում եմ աշխատում, ասաց նա ցածրաձայն։ Գիշերը 6-ից մինչ առավոտյան 2-ը։ Դրա համար եմ հետո այստեղ գալիս, որ մայրիկիս աշխատանքն անեմ, որպեսզի նա խնդիրներ չունենա։ Էդուարդը զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ։ Երիտասարդ աղջիկն 8 ժամ աշխատում էր ռեստորանում, իսկ հետո գալիս իր տուն, մի քանի ժամ տնային աշխատանք անելու, այս ամենը 17 տարեկանում, մի տարիքում, երբ պետք է կենտրոնացած լիներ ուսման վրա։ Իսկ մայրդ գիտի այդ մասին, հարցրեց նա, թե արդեն գիտեր պատասխանը։ Մարիամը բացասական շարժեց գլուխը, վերջապես այն արցունքները, որոնք նա այդքան երկար զսպել էր, սկսեցին ազատորեն հոսել։ Նա կարծում է, որ ես որում եմ։ Չեմ կարող նրան ասել, որ թողել եմ դպրոցը։ Դա կսպաներ նրան։ Նա միշտ երազել է, որ ես համալսարան ընդունվեմ, որ ավելի լավ կյանք ունենամ։ Մարիամի խոսքերը ճշգրիտ նետերի պես խոցեցին Էդուարդին։ Նա իր առջ տեսնում էր մի երիտասարդ աղջկա, որը զոհաբերում էր իր ապագան, իր կրթությունը, իր երիտասարդությունը, որպեսզի ընտանիքը գոյատի։ Եվ դա անում էր գաղտնի, մենակ գրելով մի բեռ, որը ծանր կլիներ նույնիսկ չափահասի համար։ Ինչու մայրդ չի կարողանում աշխատել, հարցրեց Էդուարդը, նրա ձայնն այժմ ավելի մեղմ էր։ Նա վերջերս շատ հոգնած է, պատասխանեց Մարիամը, դեմքը սրբելով ձեռքի թիկունքով։ Ասում է, որ ուղղակի սթրես է, բայց ես տեսնում եմ, որ դրանից ավելին է։ Վատ է քնում, մարմնի ցավեր ունի, երբեմն շատ թույլ է լինում։ Վախենում եմ, որ եթե նա կորցնի այս աշխատանքը։ Մարիամը չկարողացավ ավարտել նախադասությունը, բայց Էդուարդը հիանալի հասկացավ։ Նրանք ապրում էին սուրի բերանին, լիովին կախված լինելով այն աշխատավարձից, որը Ռոզան ստանում էր իրենից։ Եվ հիմա, երբ Ռոզան ակնհայտորեն հիվանդ էր, Մարիամը գաղտնի ստանձնել էր նրա պարտականությունները, ամբողջ կառույցը փլուզման եզրին էր։ Էդուարդը վեր կացավ աթոռից գնաց դեպի խոհանոցի պատուհանը, նայելով դեկորատիվ լապտերներով լուսավորված այգուն։ Նրա միտքն սկսեց արագ աշխատել, վերլուծելով այդ բարդ իրավիճակի բոլոր տարրերը։ Ինչ-որ բան չէր համընկնում, գլուխկոտրուկի որոշ կտորներ դեռ բացակայում էին։ Մարիամ, ուզում եմ, որ լիովին անկեղծ լինես ինձ հետ, ասաց նա, շրջվելով դեպի նա։ Որքան ժամանակ է, ինչ դու դա անում ես։ Գալիս ես այստեղ գիշերները, աշխատում ռեստորանում, ստում ուսման մասին։ Հարցը կարծես կոտրեց Մարիամի վերջին դիմադրությունը։ Նա դեմքը փակեց ձեռքերով սկսեց հեկեկալ, այն ամբողջ բեռը, որը կրում էր, վերջապես ելք գտավ։ 3 շաբաթ, շշնջաց նա հեկեկոցների միջից։ 3 շաբաթ է, ինչ մայրս սկսեց բացակայել աշխատ։ Անքից ես նկատեցի, որ նա շատ է թուլանում։ Ես պետք է ինչ-որ բան անեի։ 3 շաբաթ։ Էդուարդն արագ հաշվարկ կատարեց։ 3 շաբաթ կրկնակի աշխատանք, 3 շաբաթ գուցե 2-3 ժամքուն գիշերը, 3 շաբաթ սուտ պահպանել մորը պաշտպանելու համար։ Հրաշք էր, որ Մարիամը դեռ ոտքի վրա էր։ Իսկ դպրոցը։ Երբ դադարեցիր գնալ։ 4 շաբաթ առաջ, խոստովանեց նա, ձայնը խեղդված դեմքը ծածկող ձեռքերից։ Ես լավ գնահատականներ ունեի։ Դասարանում լավագույնն էի։ Պետք է կրթաթոշակ ստանայի պետական համալսարանի համար, ամեն ինչ պլանավորել էի։ Բայց երբ տեսա մորս վիճակը, հասկացա, որ երազանքները պետք է սպասեն։ Էդուարդը զգաց, որ ինչ-որ բան կոտրվեց իր ներսում։
Դասարանի լավագույն աշակերտուհին, համալսարանական կրթաթոշակ, փայլուն ապագա, այս ամենը ոչնչացվում էր, որովհետև մի ընտանիք մենակ պայքարում էր մի իրավիճակի դեմ, որը նա կարող էր լուծել պարզ բանկային փոխանցումով։ «Մարիամ, նայիր ինձ», ասաց նա, մոտենալով նրան։ Նա բարձրացրեց դեմքը, աչքերը կարմրած ու ուռած, բայց դեռ կրում էին այն վճռականությունը, որը նրան տպավորել էր առաջին իսկ պահից։ «Ես կօգնեմ ձեզ», ասաց Էդուարդը, ձայնը լի մի վստահությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ «Դեռ չգիտեմ բոլոր մանրամասները, թե ինչ է կատարվում, բայց կպարզեմ կլուծեմ»։ Մարիամի դեմքի ցնցումն ակնհայտ էր։ «Պարոն Էդուարդ, մենք ողորմություն չենք ուզում։ Մայրս աշխատասեր կին է, նա չէր ընդունի»։ «Սա ողորմություն չէ», ընդհատեց նրան Էդուարդը։ Սա պարտք է։ Մի պարտք, որի մասին մինչ այս գիշեր անգամ չգիտեի։ Մարիամը շփոթված նայեց նրան, ակնհայտորեն չհասկանալով, թե նա ինչի մասին է խոսում։ Էդուարդը նույնպես հստակ չգիտեր, թե ինչու էր դա ասել, բայց իր ներսում ինչ-որ բան գիտակցում էր, որ այդ հանդիպումը պատահականություն չէր։ Կարծես տիեզերքը նրան հնարավորություն էր ընձեռում հավասարակշռելու մի բան, որը երկար ժամանակ խախտված էր եղել։ «Հիմա ուզում եմ, որ դու տուն գնաս», ասաց Էդուարդը վճռական։ «Հանգստացիր։ Այս գիշեր ռեստորանում մի աշխատիր։ Եվ մի անհանգստացիր սպասքի կամ տան համար։ Ես ամեն ինչի մասին կհոգամ»։ «Բայց, պարոն Էդուարդ»։ «Բայց չկա», ասաց նա, երկար ժամանակ անց առաջին անգամ Էդուարդ Սարգսյանը զգում էր, որ կայացնում է մի որոշում, որն իսկապես կարևոր է։ «Վստահիր ինձ, Մարիամ։ Վստահիր, որ որոշ բաներ շուտով կփոխվեն դեպի լավը»։ Երբ Մարիամը լուսաբացի առաջին շողերի հետ դուրս եկավ առանձնատնից, Էդուարդը մնաց խոհանոցում, նայելով սպասքի կույտին, որը նա կիսատ էր թողել։ Ամիսներ շարունակ առաջին անգամ նա իրեն անհանգիստ կամ կորած չէր զգում։ Զգում էր, որ գտել է մի նպատակ, մի պատճառ, օգտագործելու այն ողջ ուժն ու ազդեցությունը, որը կուտակել էր տարիների ընթացքում։ Նա վերցրեց հեռախոսը, հավաքեց Կարեն Մկրտչյանի, իր անձնական օգնականի ավելի քան 15 տարվա վստահելի մարդու համարը։ «Կարեն, գիտեմ, որ առավոտյան 4-ն է, բայց պետք է, որ մի բան անես ինձ համար։ Երբ գրասենյակ հասնես, ուզում եմ լիարժեք գաղտնի հետաքննություն Ռոզա Պետրոսյանի, իմ տնային աշխատողի, նրա դստեր Մարիամ Պետրոսյանի մասին։ Ուզում եմ իմանալ ամեն ինչ Ռոզայի առողջության, ընտանիքի ֆինանսական վիճակի, աղջկա ուսման, թե որտեղ է նա աշխատում։ Ամեն ինչ։ Եվ ուզում եմ այդ տեղեկությունները մինչ առավոտյան վերջ»։ «Իհարկե, պարոն Էդուարդ», պատասխանեց Կարենը, սովոր իր ղեկավարի հրատապ խնդրանքներին։ «Կարող եմ հարցնել, արդյոք որե կոնկրետ հրատապություն կա»։ Էդուարդը նորից նայեց լվացարանի սպասքին, մտածելով 17-ամյա աղջկա մասին, որն ամբողջ գիշերն այնտեղ էր անցկացրել, զոհաբերելով իր ապագան, մորը պաշտպանելու համար։ «Այո, Կարեն», ասաց նա, զգալով, թե ինչպես վճռականությունն աճում է իր կրծքում։ «Հրատապությունն այն է, որ երկու կյանք շուտով լիովին կփոխվեն, ես մտադիր եմ երաշխավորել, որ դա լինի դեպի լավը»։ Երբ նա անջատեց հեռախոսը, Էդուարդ Սարգսյանը ամիսներ շարունակ առաջին անգամ ժպտաց։ Դեռ չգիտեր այն պատմության բոլոր մանրամասները, որը շուտով պետք է բացահայտեր, բայց բացարձակ վստահություն ուներ, որ այդ լուսաբացը ջրբաժան էր, որի կարիքն ուներ իր կյանքը։ Վերջապես, տարիներ շարունակ առտրային կապեր գործարար ցանցեր կառուցելուց հետո, նա գտել էր մի մարդկային կապ, որն իսկապես կարևոր էր։ Արը սկսեց ծագել երանի վրա, նրա հետ ծնվեց նա հույսը, որ որոշ պահ դմություններ կարող են ունենալ այլ ավարտներ, քան նրանք, որոնք թվում էին անխուսափելի։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որը դուք կլսեք ձեր կյանքում։ Օրը երանում անպամած սկսվեց, կարծես ինքը երկինքն էր արտացոլում այն լարվածությունը, որն Էդուարդը զգում էր նախորդ լուսաբացի բացահայտումից հետո։ Նա ընդամենը 2 ժամ էր քնել, բայց շաբաթներ շարունակ առաջին անգամ ոչ թե անկությունն էր նրան արթուն պահել, այլ Ռոզայի Մարիամ Պետրոսյանի մասին ճշմարտությունը բացահայտելու անհանգստությունը։ Կարեն Մկրտչյանը գրասենյակ հասավ առավոտյան 7-ից շուտ, ինչը նրա համար անսովոր էր, բայց ցույց էր տալիս այն լրջությունը, որով նա ընդունել էր իր ղեկավարի խնդրանքը։ 43 տարեկանում Կարենն ավելին էր, քան օգնական Էդուարդի համար։ Նա հավատարիմ ընկեր էր, որն ուղեկցել էր լոգիստիկ կայսրության վերելքին առաջին իսկ օրերից։
Եթե Էդուարդին տեղեկություններ էին պետք Պետրոսյանների ընտանիքի մասին, Կարենը գիտեր, որ դա պարապ հետաքրքրասիրությունից չէր։ Առավոտյան 9-ին Կարենն Էդուարդի սենյակում էր, փաստաթղթերի թղթապանակով լուրջ արտահայտությամբ, որն անմիջապես զգուշացրեց գործարարին։ Այնտեղ վատ նորություններ կային, նա կարող էր դա զգալ։ Էդուարդ, դու կցանկանաս նստել սա լսելու համար, ասաց Կարենը, թղթապանակը դնելով մահագոնի գործադիր սեղանի վրա։ Այդքան վատ, հարցրեց Էդուարդը, բայց արդեն տեղավորվում էր բազկաթոռին։ Վատ չէ։ Ողբերգական, պատասխանեց Կարենը, բացելով թղթապանակը։ Եվ մինույն ժամանակ, արտասովոր։ Ռոզա Պետրոսյանը նրա դուստր Մարիամը ինչպես ասեմ։ Յուրահատուկ մարդիկ են։ Եվ դուք ունեք մի կապ, որի մասին անգամ չեք պատկերացնում։ Էդուարդը խոժոռեց հոնքերը։ Կա։ Ինչ տեսակի կապ։ Եկ ամեն ինչ հերթով, ասաց Կարենը, դասավորելով թղթերը։ Նախ, Մարիամի մասին։ Էդուարդ, այս աղջիկը ոչ միայն լավ աշակերտուհի է։ Նա հրաշամանուկ է։ Վերջին 2 տարիներին պետության բոլոր փորձնական ընդունելության քննություններում առաջին տեղն է զբաղեցրել, մաթեմատիկայի հայկական օլիմպիադայի ոսկե մեդալակիր է, Հայաստանի ներկայացուցիչը գիտության միջազգային մրցույթում։ Էդուարդը զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ Շարունակիր։ Նա երաշխավորված լրիվ կրթաթոշակ ուներ Երանի պետական համալսարանում, ինժեներիայի ֆակուլտետում, մեդում փոխանակման հնարավորությամբ։ Բոլոր դասախոսները նրան համարում են ամենախոստումնալից ուսանողուհին, որ երբե տեսել են։ Եվ 3 շաբաթ առաջ նա պարզապես անհետացել է դպրոցից։ Անհետացել։ Դադարել է դասերի գնալ, չի հանձնել եզրափակիչ քննությունները, չի հիմնավորել բացակայությունները։ Ուսումնական մասը պատրաստվում է ուսումը թողնելու մասին հայտնել ԽՆԱՄ ակալության խորհրդին։ Եթե դա տեղի ունենա հաջորդ շաբաթ, նա ավտոմատ կերպով կորցնում է համալսարանի տեղը այս տարի միջնակարգ կրթությունն ավարտելու հնարավորությունը։ Էդուարդը փակեց աչքերը, զգալով այն զոհաբերության մեծությունը, որն անում էր Մարիամը։ Իսկ նրա աշխատանքը ռեստորանում։ Նա աշխատում էր ժողովրդական ճաշարանում կենտրոնում։ 8 ժամ գիշերը, շաբաթը 6 օր, ստանալով նվազագույն աշխատավարձի կեսից պակաս։ Առանց գրանցման, առանց աշխատանքային իրավունքների։ Հաստատության սեփականատերն օգտվում է խոցելի իրավիճակում գտնվող երիտասարդների հուսահատությունից։ Այդ անպիտանը խնդիրներ կունենա ինձ հետ, մրմնջաց Էդուարդը, բայց շուտով ժեստ արեց Կարենին, որ շարունակի։ Հիմա Ռոզա Պետրոսյանի մասին, շարունակեց Կարենը, նրա ձայնն ավելի լրջացավ։ Էդուարդ, նա սովորական մրսածություն չունի։ Ռոզան 2 ամիս առաջ ախտորոշվել է ռևմատոիդ արթրիտի ագրեսիվ ձով։ Դա լուրջ աուտոիմուն հիվանդություն է, որը հարձակվում է ոչ միայն նրա հոդերի վրա, այլ ազդում է նրա ներքին օրգանների վրա։ Էդուարդը սառնություն զգաց, որով։ Այն ում։ Իսկ բուժումը։ Գոյություն ունի կենսաբանական դեղամիջոց, որը կարող է ոչ միայն վերահսկել հիվանդությունը, այլ վերականգնել արդեն իսկ պատճառված վնասի մեծ մասը։ Խնդիրն այն է, որ նրա առողջության ապահովագրությունը բուժումը համարում է փորձարարական չի ծածկում ծախսերը։ Ինչքան արժե։ Կարենը տատանվեց պատասխանելուց առաջ։ Ամսական $900։ Մեզ համար, աննշան գումար։ Նրանց համար։ Անհնարին։ Էդուարդն արագ հաշվարկ կատարեց։ Ռոզան նվազագույն աշխատավարձ էր ստանում իր տանն աշխատելով։ Նույնիսկ եթե կարողանար խնայել իր ստացած յուրաքանչյուր լուման, չէր կարողանա վճարել նույնիսկ բուժման 1 ամսվա համար։ Ավելին կա, շարունակեց Կարենը։ Ռոզան թաքցնում է հիվանդության լրջությունը դստերից։ Նա ամեն օր տնից դուրս է գալիս, ծածնելով, թե սովորականի պես աշխատանքի է գնում, բայց ժամանակի մեծ մասն անցկացնում է մոտակա այգում, սպասելով, որ ցավն անցնի։ Երբ այստեղ է հասնում, մարմինը ստիպում է անցնել սահմաններից, որպեսզի չկորցնի աշխատանքը։ Եվ Մարիամը բացահայտել է, մրմնջաց Էդուարդը, գլուխկոտրուկի կտորները տեղն ընկան։ Այո։ Եվ հուսահատ որոշում է կայացրել։ Թողել է դպրոցը, որպեսզի աշխատի գաղտնի ստանձնի մոր պարտականությունները ձեր տանը, ամեն ինչ, որպեսզի Ռոզան չկորցնի աշխատավարձը։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Էդուարդը նայում էր իր գրասենյակի 20-րդ հարկի պատուհանից, տեսնելով քաղաքի շարժը ներքում, մինչ մշակում էր այն ողբերգությունը, որը ծավալվում էր հենց իր քթի տակ։ Դու ասա։
Ցիր, որ մեր միջ կապ կա, հիշեցրեց Էդուարդը։ Ինչ կապ։ Կարենը թղթապանակից մի կոնկրետ թուղթ հանեց։ Սա այն մասն է, որը քեզ կցնցի։ Ռոզա Պետրոսյանն այրի է։ Նրա ամուսինը Հովհաննես Պետրոսյանը մահացել է 15 տարի առաջ Արցախում Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ գործողության ժամանակ։ Նա բանակի զինվոր էր։ Էդուարդը զգաց, որ ինչ-որ բան շարժվեց իր հիշողության մեջ, բայց դեռ չէր կարողանում կապել կետերը։ Հովհաննես Պետրոսյանը ծառայել է գնդապետ Անդրանիկ Մելիքյանի հրամանատարության ներքո, շարունակեց Կարենը, ուշադիր հետելով Էդուարդի արձագանքին։ Գնդապետ Անդրանիկ Մելիքյան, որը հետագայում դարձավ գեներալ Մելիքյան։ Անվան հիշատակումը կայծակի պես հարվածեց Էդուարդին։ Գեներալ Անդրանիկ Մելիքյան։ Նրա պապը։ Այն մարդը, որը մեծացրել էր Էդուարդին, նրա ավագ եղբորը Արմենին, ծնողների մահից հետո, երբ Էդուարդն ընդամենը 12 տարեկան էր։ Աստված իմ, շշնջաց Էդուարդը։ Ավելին կա, ասաց Կարենը, թղթապանակից հանելով դեղնած ծրար։ Սա մի նամակ է, որը Ռոզան պահել է այս բոլոր տարիներին։ Մի նամակ, որը ձեր պապը գրել է նրան, երբ Հովհաննեսը մահացել է։ Թեթակի դողացող ձեռքերով Էդուարդը բացեց ծրարը, անմիջապես ճանաչեց գեներալ Մելիքյանի ամուր նրբագեղ ձեռագիրը։ Նամակը թվագրված էր 15 տարի առաջ։ Տիկին Ռոզա Պետրոսյան, բարձրաձայն կարդաց Էդուարդը, խորը վշտով եմ գրում, հայտնելու ձեր ամուսնու, զինվոր Հովհաննես Պետրոսյանի կորուստը, հայրենիքին ծառայելիս։ Հովհաննեսն ավելին էր, քան իմ հրամանատարության տակ գտնվող զինվոր։ Նա օրինակելի բնավորության տեր մարդ էր, թանկագին ընկեր, նվիրված հայր։ Իր վերջին պահերին նա խոսում էր միայն իր ընտանիքի, իր սիրելի կնոջ տանը սպասող փոքրիկ դստեր մասին։ Նա ինձ խնդրեց երաշխավորել, որ դուք իմանաք, որ նա մահացել է խաղաղությամբ, իմանալով, որ ծառայել է պատվով արժանապատվությամբ։ Հովհաննեսը ոչ միայն իր կյանքը տվեց հանուն երկրի, այլ ապրեց իր զինվորական կյանքի յուրաքանչյուր օրը որպես քաջության ազնվության օրինակ։ Որպես հրամանատար ես հազվադեպ եմ հանդիպել ընտանիքին պարտքին այդքան նվիրված մարդու։ Գիտեմ, որ ոչ մի խոսք չի կարող թեթացնել կորստի ցավը, բայց հուսով եմ, որ կարող եք մխիթարություն գտնել, իմանալով, որ Հովհաննեսը հերոս էր բառի բոլոր իմաստներով։ Եթե մի օր որե բանի կարիք ունենաք, մի վարանեք դիմել մեր ընտանիքին։ Հովհաննեսի պես ազնիվ կյանքը թողնում է մի պարտք, որը երբեք հնարավոր չի լինի լիովին մարել։ Իմ ողջ հարգանքով ցավակցություններով, գեներալ Անդրանիկ Մելիքյան։ Էդուարդն ավարտեց նամակը կարդալը, աչքերը խոնավացած։ Պապի խոսքերն արձագանքում էին նրա մտքում, հատկապես պարտք, որը երբեք հնարավոր չի լինի լիովին մարել, արտահայտությունը։ Գեներալ Մելիքյանը միշտ խոսքի տեր մարդ էր, մի զինվորական, որը լուրջ էր վերաբերվում խոստումներին։ Բայց նա մահացել էր 6 տարի առաջ, չիմանալով, որ Ռոզան Մարիամը դժվարությունների միջով են անցնում։ Ռոզան երբեք չի դիմել ձեր ընտանիքին, մեղմորեն ասաց Կարենը։ Ըստ երույթին, նա չափազանց հպարտ է օգնություն խնդրելու համար։ Նա խնդրել է մենակ պայքարել այս բոլոր տարիներին։ Էդուարդը զգուշորեն ծալեց նամակը, զգալով այն պատասխանատվության ծանրությունը, որը հենց նոր էր բացահայտել։ Սա ոչ միայն մարդկային կարեկցանքի հարց էր, այլ իր պապի կողմից տրված խոստում, պատվի պարտք, որը փոխանցվել էր իրեն առանց իմանալու։ Կարեն, մի բան պետք է իմանամ, ասաց Էդուարդը, վեր կենալով աթոռից։ Իմ եղբայր Արմենը։ Ինչ էր գրել պապս մորս, երբ Արմենը մահացավ։ Կարենը բացեց մեկ այլ թղթապանակ, որը Էդուարդը չէր նկատել, որ նա բերել էր։ Ես պատկերացնում էի, որ դու այդ հարցը կտաս, ասաց նա, տալով Ռոզայինին նման դեղնած նամակ։ Էդուարդը բացեց նամակը, որը գրվել էր իր մորը 20 տարի առաջ, երբ Արմենը մահացել էր Արցախում մարտի ժամանակ։ Բառերը զարմանալիորեն նման էին՝ պատիվ, քաջություն, ազնվություն։ Նրա պապը նկարագրել էր Արմենին որպես զինվորի մարդու օրինակ, մեկի, ով մահացել է, ծառայելով իրենից ավելի մեծ բանի։ Նկատում ես տոնայնության նմանությունը, հարցրեց Կարենը։ Էդուարդը գլխով արեց, խորը հուզմունքը համակեց նրա կուրծքը։ Պապս Հովհաննեսին Արմենին նույն կերպ էր տեսնում։ Որպես բացառիկ մարդկանց, որոնք շատ շուտ մահացան, թողնելով ընտանիքներ։ Եվ հիմա դու հնարավորություն ունես պատվելու երկուսի հիշատակը, ասաց Կարենը։ Կատարելու այն խոստումը, որը պապը ժամանակ չունեցավ կատարելու։ Էդուարդը քայլեց դեպի պատուհանը, դիտելով քաղաքի շարժը ներքում։
Իր ողջ չափահաս կյանքի ընթացքում նա կենտրոնացել էր հարստություն իշխանություն կառուցելու վրա, հավատալով, որ նյութական հաջողությունը կլինի իր եղբոր պապի հիշատակը պատվելու իր ձ. Բայց հիմա նա գիտակցում էր, որ դա անելու շատ ավելի ուղիղ իմաստալից կար։ Կարեն, ուզում եմ, որ չեղարկես այսօրվա իմ բոլոր հանդիպումները, ասաց Էդուարդը, վճռականորեն շրջվելով։ Եվ ուզում եմ, որ մի քանի բան կազմակերպես ինձ համար։ Ասա։ Առաջինը ուզում եմ երկրի ոչ Լատինական Ամերիկայի լավագույն ռմատոլոգը հասանելի լինի այսօր իսկ Ռոզա Պետրոսյանին զննելու համար։ Երկրորդ, ուզում եմ, որ կապվես Մարիամի դպրոցի ուսումնական մասի հետ հանդիպում նշանակես այսօր կեսօրից հետո։ Երրորդ, զանգիր ԵՓ-ի ռեկտորատ բացատրիր, որ հատուկ իրավիճակ է լինելու բացառիկ կրթաթոշակառուի հետ կապված։ Կարենն արագ գրի էր առնում։ Էլի։ Ինչ-որ բան։ Այո։ Ուզում եմ, որ պարզես ժողովրդական ճաշարանը ի հասցեն, որտեղ Մարիամն աշխատում է։ Ես չհայտարարված այց եմ կատարելու սեփականատիրոջը։ Էդուարդ, զգուշորեն ասաց Կարենը, վստահ ես, որ ուզում ես այդքան շատ ներգրավվել։ Դա լիովին կփոխի դինամիկան։ Կարեն, ընդհատեց նրան Էդուարդը, 20 տարի առաջ ես կորցրի եղբորս։ 6 տարի առաջ կորցրի պապիս։ 3 գիշեր ես բացահայտեցի, որ երկու բացառիկ մարդկանց կյանքերը պատրաստվում են ոչնչանալ մի բանից, որը ես կարող եմ հեշտությամբ լուծել։ Եթե ես հիմա չգործեմ, ես այդ մեղքը կկրեմ իմ ողջ կյանքի ընթացքում։ Կարենը գլխով արեց, ճանաչելով իր ղեկավարի հայացքի վճռականությունը։ Իսկ Ռոզան։ Ինչպես ես մոտենալու իրավիճակին նրա հետ։ Նա չգիտի, որ դու բացահայտել ես հիվանդության մասին։ Էդուարդը մի պահ մտածեց։ Նախ, ես կզբաղվեմ բժշկական մասով։ Հետո, անկեղծ զրույց կունենամ նրա հետ։ Ռոզա Պետրոսյանն արժանի է իմանալու ճշմարտությունը, թե ով է եղել նրա ամուսինը, ինչու մեր ընտանիքը պարտք ունի նրա հանդեպ։ Այդ պահին Էդուարդի հեռախոսը զանգեց։ Ռոզան էր, զանգում էր զգուշացնելու, որ այդ օրը չի կարողանա աշխատել, քանի որ իրեն շատ վատ է զգում։ Ռոզա, ասաց Էդուարդը, զգուշորեն ընտրելով բառերը, այսօր աշխատանքի համար մի անհանգստացեք։ Իրականում, ես պետք է խոսեմ ձեզ հետ մի կարևոր բանի մասին։ Կարող եք այսօր կեսօր ից հետո գալ այստեղ, գրասենյակ։ Ես Կարենին կուղարկեմ ձեզ բերելու։ Պարոն Էդուարդ, ինչ-որ բան է պատահել։ Մարիամի համար է։ Նա ինչ-որ վատ բան է արել, Ռոզայի ձայնը լի էր անհանգստությամբ։ Ոչ, Ռոզա։ Մարիամը ոչ մի վատ բան չի արել։ Իրականում, ձեր դուստրն արտասովոր է։ Բայց ես պետք է խոսեմ ձեզ երկուսիդ հետ մի քանի կարևոր բաների մասին։ Բաներ, որոնք կփոխեն ձեր կյանքը դեպի լավը։ Հեռախոսն անջատելուց հետո Էդուարդը մի քանի րոպե լուռ մնաց, կարգի բերելով մտքերը։ 24 ժամից էլ քիչ ժամանակում նրա կյանքը մի նպատակ էր ստացել, որը վաղուց բացակայում էր։ Սա ոչ միայն Ռոզային Մարիամին օգնելու մասին էր, այլ շատ շուտ մահացած լավ մարդկանց հիշատակը պատվելու, իր պապի կողմից տրված խոստումները կատարելու, իր ուժն ու ազդեցությունն իրոք կարևոր բանի համար օգտագործելու մասին։ Կարեն, ասաց նա վերջապես, ինձ մի բան է պետք։ Ուզում եմ, որ գտնես իմ պապի եղբորս, Արմենի լուսանկարը։ Այն մեկը, որը նկարվել է Արմենի վերջին առաքելության մեկնելուց քիչ առաջ։ Համազգեստով 2-ի լուսանկարը։ Հենց դա։ Ռո։ Զան Մարիամը պետք է հասկանան, որ մեր կապը շատ ավելին է, քան պարզ աշխատանքային հարաբերություն։ Մինչ Կարենը դուրս էր գալիս կազմակերպելու այն ամենը, ինչ խնդրվել էր, Էդուարդը մենակ մնաց իր գրասենյակում, ձեռքին պահելով երկու նամակները, մեկը, որը պապը գրել էր Ռոզային, մյուսը, որը գրել էր իր մորը։ Նմանատիպ բառեր, նմանատիպ խոստումներ, պատվի պարտքեր, որոնք գերազանցում էին սերունդները։ Պապի մահից հետո առաջին անգամ Էդուարդը զգում էր, որ ճիշտ ուղու վրա է։ Ոչ միայն որպես գործարար կամ բիզնեսմեն, այլ որպես մի գեներալի թոռ, որը պատիվը գնահատում էր ամեն ինչից վեր, որպես մի հերոսի եղբայր, որը մահացել է ուրիշներին ծառայելով, որպես մի մարդ, որը վերջապես գտել էր իր հաջողությունն իսկապես իմաստալից բանի վերածելու միջոց։ Կեսօրից հետո խոստանում էր լինել լարված։ Կլինեին արցունքներ, բացահայտումներ, կյանքեր փոխող որոշումներ։ Բայց Էդուարդը պատրաստ էր։ Տարիներ շարունակ առաջին անգամ նա զգում էր, որ անում է հենց այն, ինչ պետք է աներ։ Պատուհանից դուրս ամպամած օրը սկսեց իր տեղը զիջել Արին, կարծես նույնիսկ է։
Ղանակն էր դավադրություն կազմակերպում, որպեսզի այդ պատմությունն ունենար այլ ավարտ, քան այն, որը թվում էր անխուսափելի ընդամենը 24 ժամ առաջ։ Էդուարդը ժպտաց, վերցրեց հեռախոսը, սկսեց անել այն զանգերը, որոնք ընդմիշտ կփոխեին երկու կյանք։ Պատվի պարտքը պատրաստվում էր մարվել 2 տասնամյակի կուտակված երախտագիտության տոկոսներով։ Ժամը 4-ին Էդուարդն իր BMW-ով քշում էր Երանի կենտրոնի բանուկ փողոցներով դեպի ժողովրդական ճաշարան։ Նա չէր զգուշացրել, որ գնալու է։ Ուզում էր իր աչքով տեսնել այն միջավայրը, որտեղ Մարիամն աշխատում էր, անձամբ խոսել այն մարդու հետ, որն օգտվում էր 17-ամյա աղջկա հուսահատությունից։ Ռեստորանը գտնվում էր մի բանուկ կողմնային փողոցում, ավտոպահեստամասերի խանութի փոքրիկ շուկայի մեջ։ Ճակատամասը պարզ էր, թափված ներկով մի ցուցանակով, որը վաղուց կորցրել էր իր սկզբնական փայլը։ Էդուարդը կայանեց փողոցի մյուս կողմում մի քանի րոպե դիտեց շարժը։ Դա այնպիսի վայր էր, որտեղ նա երբեք չէր հաճախի, բայց որը սպասարկում էր հարյուրավոր աշխատավորների, որոնք էժան արագ սննդիկ արիք ունեին։ Երբ նա մտավ հաստատություն, Էդուարդն անմիջապես աչքի ընկավ։ Նրա իտալական կոստյումը վստահ կեցվածքը կտրուկ հակադրվում էին համեստ միջավայրին աշխատանքային հագուստով հաճախորդներին։ Ռադիոյով ռաբիս երաժշտություն էր հնչում, մինչդեռ տապակայի էժան համեմունքների հոտը լցրել էր օդը։ Հենց այդ ժամանակ նա տեսավ նրան։ Մարիամը կանգնած էր վաճառասեղանի հետում, փոքրիկ լվացարանում սպասք լվանալիս, մազերն ինչպես պատահի հավաքած, քրտինքը հոսում էր դեմքով։ Նրա ձեռքերը, որոնք Էդուարդը նախորդ գիշեր նկատել էր վիրավորված, էլ ավելի վատ վիճակում էին, կարմրած, ուռած, տեսանելի փոքր կտրվածքներով նույնիսկ հեռվից։ Նա աշխատում էր մեխանիկական շարժումներով, ակնհայտորեն հյուծված, բայց պահպանում էր մշտական ռիթմը։ «Կարող եմ օգնել», հարցրեց մի ցածրահասակ, թմբլիկ տղամարդ, որը մոտեցավ։ Նա պետք է մոտ 50 տարեկան լիներ, դուրս ցցված փորով ստիպողաբար ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ «Դուք եք սեփականատերը», հարցրեց Էդուարդը։ «Ես եմ։ Հովսեփ Կարապետյան, հաճելի է»։ «Պարոն, սեղան եք ուզում»։ Էդուարդը նայեց լեփ-լեցուն ռեստորանին, հետո հայացքը հառեց Հովսեփի վրա։ «Իրականում, ուզում եմ խոսել ձեր աշխատակցուհիներից մեկի, Մարիամ Պետրոսյանի մասին»։ Հովսեփի արտահայտությունն անմիջապես փոխվեց, դառնալով պաշտպանողական։ «Մարիամի»։ Նա ինչ-որ բան է արել։ Տեսեք, ես արդեն ասել եմ նրան, որ չեմ կարող հանդուրժել։ Քանի՞ տարեկան եք կարծում նա է, ընդհատեց նրան Էդուարդը, նրա ձայնը պահպանում էր վերահսկվող, բայց ամուր տոն։ Դե, նա ասաց, որ 18 տարեկան է։ Ինչո՞վ։ Նա 17 տարեկան է։ Անչափահաս է, որն աշխատում է առանց գրանցման, օրենքով թույլատրված ժամերից դուրս, ստանալով նվազագույն աշխատավարձից պակաս։ Հովսեփի դեմքը թեթակի գունատվեց։ Լսիր այստեղ, երիտասարդ, ես չգիտեմ դու ով ես, բայց… Էդուարդ Սարգսյան, ներկայացավ Էդուարդը, նկատելով Հովսեփի հայացքի անմիջական ճանաչումը։ Եվ հիմա, երբ գիտես, թե ով եմ ես, շատ պարզ կլինեմ։ Մարիամ Պետրոսյանն այլս այստեղ չի աշխատելու։ Այսօրվանից։ Պարոն Սարգսյան, կակազեց Հովսեփը, ակնհայտորեն վախեցած, եթե ինչ-որ խնդիր կա, կարող ենք խոսել։ Էդուարդը պիջակի ներքին գրպանից մի թուղթ հանեց։ Սա աշխատանքային իրավաբանի համարն է։ Նա վաղը կկապվի ձեզ հետ այստեղ իմ հայտնաբերած աշխատանքային խախտումների վերաբերյալ։ Դուք կարող եք ամեն ինչ լուծել, վճարելով Մարիամին հասանելիք արտաժամյա աշխատանքի գումարը, կամ կարող եք սպասել հաստատության ամբողջական ստուգման։ Հովսեփը դողացող ձեռքերով նայեց թղթին։ Պարոն Սարգսյան, ես կարող եմ բացատրել։ Բացատրելու ոչինչ չկա։ Միայն մեկ ընտրություն կա անելու, հեշտացնել, թե բարդացնել։ Այդ պահին Մարիամը նայեց նրանց ուղղությամբ, նրա աչքերը լայն բացվեցին, տեսնելով Էդուարդին։ Նա գցեց լվացվող ափսեն արագ մոտեցավ, թաց ձեռքերը սրբելով գոգնոցին։ Պարոն Էդուարդ։ Ինչ եք անում այստեղ, հարցրեց նա, ակնհայտորեն շփոթված անհանգիստ։ Եկել եմ քեզ տանելու, պարզապես ասաց Էդուարդը։ Դու այլս այստեղ չես աշխատելու։ Բայց ինձ գումար է պետք, շշնջաց Մարիամը, նյարդայնացած նայելով Էդուարդի Հովսեփի միջ։ Մայրս։ Մայրդ այս պահին երկրի լավագույն ռմատոլոգի կողմից է զննվում, ասաց Էդուարդը, տեսնելով, թե ինչպես ցնցումը պատեց երիտասարդ աղջկա դեմքը։
Եվ դու այլ պարտականություններ ունես, որոնք շատ ավելի կարևոր են, քան սպասք լվանալը։ Ինչպես գիտեք մորս հիվանդության մասին, հարցրեց Մարիամը, նրա ձայնը դողում էր։ Երկար պատմությունը, մեղմորեն պատասխանեց Էդուարդը։ Ես ամեն ինչ կբացատրեմ ձեզ երկուսիդ։ Բայց նախ, հանիր այդ գոգնոցը գնանք այստեղից։ Հովսեփը լուր հետում էր տեսարանին, ակնհայտորեն հասկանալով, որ կորցրել է ցանկացած սակարկելու ուժ, որը կարող էր ունենալ։ Երբ Մարիամը տատանվեց, Էդուարդն ավելի վճռականորեն դիմեց նրան։ Մարիամ, վստահիր ինձ։ Ինչպես երեկ գիշեր ասացի, որոշ բաներ շուտով կփոխվեն դեպի լավը։ Բայց դու պետք է վստահես։ Արցունքներն աչքերին, Մարիամը հանեց գոգնոցը առանց խոսքի տվեց Հովսեփին։ Էդուարդը մեղմորեն ձեռքը դրեց նրա մեջքին ուղեկցեց նրան ռեստորանից դուրս։ Պարոն Էդուարդ, ասաց Մարիամը, հենց որ դուրս եկան, ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Ինչպես բացահայտեց։ Իք մորս մասին։ Եվ ինչպես կարող է նա բժշկի մոտ լինել, եթե մենք գումար չունենք։ Խորը շունչ քաշիր, ասաց Էդուարդը, կանգնելով մեքենայի մոտ։ Գիտեմ, որ շփոթված ես վախեցած։ Բայց պետք է, որ մի փոքր վստահես ինձ։ Մայրդ այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է, ստանալով հասանելի լավագույն բժշկական օգնությունը։ Մեկ ժամից մենք կհանդիպենք նրա հետ, ես ամեն ինչ կբացատրեմ։ Բայց գումարը։ Մարիամ, նայիր ինձ, ասաց Էդուարդը, շրջվելով դեպի նա։ Կյանքում կան բաներ, որոնք ավելի կարևոր են, քան գումարը։ Եվ կան պարտքեր, որոնք դրամական արժեքներից անդին են։ Այն, ինչ այսօր կատարվում է, ողորմություն չէ։ Արդարություն է։ Հիվանդանոց տանող ճանապարհին Մարիամը լուր էր, մեքենայի պատուհանից նայելով մի արտահայտությամբ, որը փորձում էր մարսել մի իրականություն, որը լիովին փոխվել էր 24 ժամում։ Էդուարդը հարգեց նրա լռությունը, հասկանալով, որ նրան ժամանակ է պետք ամեն ինչ յուրացնելու համար։ Նաիրի բժշկական կենտրոնում նրանք գտան Ռոզային, որը դուրս էր գալիս բժիշկ Ռուբեն Մանուկյանի, երկրի ամենահայտնի ռևմատոլոգներից մեկի սենյակից։ Նա շփոթված տեսք ուներ, ձեռքին պահելով հետազոտությունների թղթերի թղթապանակ, մի արտահայտությամբ, որը դեռ չէր կարողացել լիովին մարսել այն, ինչ հենց նոր էր լսել։ Մամ, Մարիամը վազեց նրան գրկելու։ Ինչպե՞ս ես։ Ինչ ասացին բժիշկները։ Ռոզան նայեց դստերից Էդուարդին, ակնհայտորեն շփոթված, թե ինչպես է նա ներգրավված իրավիճակում։ Մարիամ, ինչ ես անում այստեղ։ Եվ… Պարոն Էդուարդ, ես չեմ հասկանում։ Ռոզա, ես պետք է խոսեմ ձեզ երկուսիդ հետ, ասաց Էդուարդը։ Շատ բաներ կան, որոնք պետք է պարզաբանվեն։ Կարող ենք գնալ ավելի առանձին վայր։ Նրանք ուղղվեցին դեպի մի մասնավոր սպասասրահ, որը Էդուարդը ամրագրել էր։ Ռոզան դանդաղ նստեց, հոդերի ցավն ակնհայտ էր յուրաքանչյուր շարժման մեջ, մինչդեռ Մարիամը կանգնած մնաց, նյարդայնացած, մոր աթոռի կողքին։ Ռոզա, սկսեց Էդուարդը, նախ ուզում եմ, որ իմանաք, որ ձեր դուստրն արտասովոր անձնավորություն է։ Երեկ գիշեր ես գտա Մարիամին իմ խոհանոցում, աշխատելիս, ձեզ պաշտպանելու համար։ Եվ այսօր ես բացահայտեցի ողջ ճշմարտությունն այն մասին, թե ինչի միջով եք դուք անցնում։ Պարոն Էդուարդ, ես կարող եմ բացատրել։ Փորձեց արդարանալ Ռոզան, բայց նա մեղմորեն ձեռքը բարձրացրեց։ Բացատրելու ոչինչ չկա, Ռոզա։ Ներողություն խնդրելու ոչինչ չկա։ Կա մի պատմություն, որը պետք է պատմվի, մեր ընտանիքների մեջ մի կապ, որի մասին դուք չգիտեք։ Էդուարդը պիջակի ներքին գրպանից հանեց այն դեղնած նամակը, որը նրա պապը գրել էր 15 տարի առաջ։ Ռոզա, հիշում եք այս նամակը։ Ռոզայի աչքերը լայն բացվեցին, երբ նա ճանաչեց ծրարը։ Ինչպես է դա ձեզ մոտ։ Որովհետև այս նամակը գրողը իմ պապն էր։ Գեներալ Անդրանիկ Մելիքյանը։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Ռոզան ձեռքերով փակեց բերանը, արցունքներն սկսեցին հոսել դեմքով, մինչդեռ Մարիամը շփոթված նայում էր մոր Էդուարդի միջ։ Մամ, ինչի՞։ Մասին է նա խոսում, հարցրեց Մարիամը։ Ռոզան այժմ դողում էր, հույզերն ամբողջությամբ տիրել էին նրան։ Հովհաննեսը իմ ամուսինը։ Նա մահացել է, ծառայելով գեներալ Մելիքյանի հրամանատարության ներքո։ Անդրանիկ Մելիքյանը պարոն Էդուարդի պապն էր։ Այո, հաստատեց Էդուարդը։ Եվ իմ եղբայր Արմենը մահացել է նույն ժամանակ, նույնպես ծառայելով նրա հրամանատարության ներքո։ Պապս նմանատիպ նամակներ է գրել մեր երկու ընտանիքներին։
Նամակներ, որտեղ նա խոստանում էր, որ եթե մի օր որևէ բանի կարիք ունենանք, մեր ընտանիքը հասանելի կլինի։ Էդուարդը բացեց նամակը, սկսեց բարձրաձայն կարդալ այն մասը, որը դաջվել էր իր հիշողության մեջ։ Հովհաննեսի պես ազնիվ կյանքը թողնում է մի պարտք, որը երբեք հնարավոր չի լինի լիովին մարել։ Պապս մահացել է 6 տարի առաջ, չիմանալով, որ դուք դժվարությունների միջով եք անցնում։ Բայց երեք գիշեր, երբ ես գտա Մարիամին իմ խոհանոցում սպասք լվանալիս գիշերվա 3-ին, ես հասկացա, որ ճակատագիրն ինձ հնարավորություն է տալիս պատվելու այն խոստումը, որը նա տվել էր։ Մարիամը վերջապես սկսեց հասկանալ կատարվողի մեծությունը։ Դուք դա անում եք հորս պատճառով։ Ես դա անում եմ շատ բաների պատճառով, պատասխանեց Էդուարդը։ Ձեր հոր պատճառով, պապիս խոստման պատճառով, եղբորս հիշատակի պատճառով։ Բայց հիմնականում այն պատճառով, որ դուք երկուստ արժանի եք ունենալու այն կյանքը, որը ձեզ վիճակված էր ապրել։ Ռոզան այժմ բացահայտ լաց էր լինում։ Պարոն Էդուարդ, մենք չենք կարող ողորմություն ընդունել։ Հովհաննեսը միշտ սովորեցրել է մեզ արժանապատվություն պահպանել։ Սա ողորմություն չէ, Ռոզա, վճռականորեն ասաց Էդուարդը։ Սա պատվի պարտք է։ Սա մի գեներալի կողմից մի ընտանիքին տրված խոստման կատարումն է, որը կորցրել է մի հերոսի։ Եվ սա հնարավորություն է, որպեսզի Հովհաննեսի զոհաբերությունն ունենա մի իմաստ, որը գերազանցում է իր սեփական կյանքը։ Էդուարդը վեր կացավ, գնաց դեպի սենյակի պատուհանը, նայելով հիվանդանոցի շարժին ներքում։ Ռոզա, ինչ ասաց բժիշկ Մանուկյանը ձեր բուժման մասին։ Նա ասաց, որ իրական հնարավորություն կա ախտանիշների վերականգնման, եթե բուժումն անմիջապես սկսվի, պատասխանեց Ռոզան հեկեկոցների միջից։ Բայց տեղը արժե։ Ամսական $900։ Ես գիտեմ, ընդհատեց նրան Էդուարդը։ Եվ վաղվանից այդ բուժումը կսկսվի։ Հիվանդանոցն արդեն թույլտվություն ունի արձանագրությունը սկսելու համար։ Պարոն Էդուարդ, դա շատ գումար է։ Էդուարդը շրջվեց դեպի նրանց։ Ռոզա, գիտեք, թե ես օրական որքան եմ վաստակում իմ լոգիստիկ ընկերությունով։ Ռոզան բացասական շարժեց գլուխը։ Օրական միլիոնավոր դրամներ։ Ձեր բուժման 1 տարվա արժեքը ներկայացնում է ավելի քիչ, քան ես վաստակում եմ 2 ժամ աշխատանքում։ Ինձ համար դա աննշան գումար է։ Ձեզ համար կյանքի մահվան տարբերություն։ Մարիամը կտրուկ վեր կացավ։ Իսկ դպրոցը։ Ես բաց եմ թողել եզրափակիչ քննությունները, չեղարկել համալսարանի կրթաթոշակը։ Վաղը առավոտյան դու կհանդիպես ուսումնական մասի վարիչի հետ, իրավիճակը բացատրելու։ Նա արդեն տեղեկացվել է հատուկ հանգամանքների մասին, պատրաստում է վերականգնման ժամանակացույց, որպեսզի դու կարողանաս ավարտել դասարանիդ հետ։ Իսկ համալսարանը ԵՓՀ-ի ռեկտորատի հետ կապ են հաստատել։ Քո կրթաթոշակը երաշխավորված է, դու կսկսես դասերը հաջորդ կիսամյակին, ինչպես պլանավորված էր։ Մարիամը նորից նստեց, ոտքերը կարծես այլս չէին կարողանում պահել նրա քաշը։ Հնարավոր չէ։ Սա չի կարող կատարվել։ Կատարվում է, ասաց Էդուարդը ժպիտով։ Եվ ավելին կա։ Ռոզա, դուք այլս չեք աշխատելու որպես տնային աշխատող իմ տանը։ Ռոզայի դեմքը լցվեց խուճապով։ Պարոն Էդուարդ, խնդրում եմ, ինձ պետք է աշխատանքը։ Դուք կաշխատեք, այո։ Բայց շատ ավելի կարևոր բանում։ Ես վերագործարկում եմ պատերազմի վետերանների ընտանիքներին աջակցող հիմնադրամը, որը իմ ընտանիքը պահպանում էր։ Դուք կլինեք այդ ծրագրի տնօրենը։ Ձեր աշխատանքը կլինի բացահայտել, օգնել այլ ընտանիքների, որոնք ձեր նման դժվարությունների են բախվում։ Ռոզան անհավատությամբ նայեց նրան։ Բայց ես որակավորում չունեմ։ Դուք ունեք միակ որակավորումը, որը կարող է անձնական փորձ։ Դուք գիտեք, թե ինչ է նշանակում մենակ պայքարել, գիտեք, թե ինչ է նշանակում ամեն ինչ զոհաբերել ընտանիքի համար, գիտեք, թե ինչ է նշանակում չափազանց հպարտ լինել օգնություն խնդրելու համար։ Սրանք են ամենակարևոր որակավորումներն այս աշխատանքի համար։ Էդուարդը վերադարձավ իր աթոռին, նայեց 2 կանանց, որոնք փոխում էին իր կյանքն այնքան, որքան նա փոխում էր նրանցը։ Մի վերջին բան կա, ասաց նա, գրպանից հանելով հին լուսանկար։ Այս լուսանկարը նկարվել է եղբորս, Արմենի վերջին առաքելությունից մի քանի օր առաջ։ Լուսանկարում 2 երիտասարդ զինվոր էին համազգեստով, ժպտում էին, ձեռքերը միմյանց ուսերին։ Նրանցից մեկն ակնհայտորեն երիտասարդ գեներալ Մելիքյանն էր, մյուսը Արմենը։
Ուզում եմ, որ դուք ունենաք այս լուսանկարը, ասաց Էդուարդը, պատկերը տալով Ռոզային։ Որպեսզի հասկանաք, որ մեր ընտանիքների միջ կապը շատ ավելին է, քան աշխատանքը կամ ֆինանսական օգնությունը։ Մենք ընտանիքներ ենք, որոնք միավորված են զոհաբերությամբ, պատվով շատ շուտ մահացած լավ մարդկանց հիշատակով։ Ռոզան դողացող ձեռքերով պահեց լուսանկարը, հերթով նայելով պատկերին Էդուարդին։ Ձեր եղբայրն այնքան երիտասարդ էր։ 24 տարեկան էր, երբ մահացավ։ Նույն տարիքին, ինչ Հովհաննեսը, երբ դուք ամուսնացաք։ Հաջորդած լռությունը լցված էր միայն Ռոզայի հեկեկոցների Մարիամի հուզված շնչառության ձայնով։ Դրանք երախտագիտության, թեթացման, հին ցավի արցունքներ էին, որոնք վերջապես բուժում էին գտնում։ Պարոն Էդուարդ, վերջապես ասաց Մարիամը, նրա ձայնը դեռ անկայուն էր, ինչպես կարող ենք շնորհակալություն հայտնել։ Ինչպես կարող ենք փոխհատուցել նման բան։ Էդուարդը ժպտաց, զգալով մի խաղաղություն, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Դուք կարող եք փոխհատուցել, ապրելով այն կյանքը, որին արժանի եք։ Ռոզա, դուք կարող եք փոխհատուցել, հոգ տանելով ձեր մասին, բուժվելով օգնելով այլ ընտանիքների։ Մարիամ, դու կարող ես փոխհատուցել, սովորելով, ավարտելով դառնալով այն փայլուն ինժեները, որը ծնվել ես լինելու։ Նա վեր կացավ, ցույց տալով, որ խոսակցությունն ավարտվում է։ Եվ երբ դուք հասնեք ձեր երազանքներին, երբ Մարիամն ավարտի, Ռոզան առողջ լինի, ուզում եմ, որ հիշեք, որ Հովհաննեսի Արմենի զոհաբերությունը իզուր չէր, որ նրանց մահ է։ Կյանք տվեցին ավելի մեծ բանի։ Այդ կեսօրին հիվանդանոցից դուրս գալիս Արը վերջապես հաղթել էր առավոտյան ամպերին, լուսավորելով երանը մի ոսկեգույն լույսով, որը կարծես խորհրդանշում էր այն նոր գլուխը, որը սկսվում էր նրանց բոլորի կյանքում։ Էդուարդը գիտեր, որ առաջիկա շաբաթներին կլինեին ճշգրտումներ, հարմարվողականության դժվար պահեր։ Բայց տարիներ շարունակ առաջին անգամ նա զգում էր, որ անում է հենց այն, ինչ պետք է աներ։ Ոչ միայն որպես հաջողակ գործարար, այլ որպես թոռ, որպես եղբայր, որպես մի մարդ, որը վերջապես գտել էր իր հաջողությունն իսկապես իմաստալից բանի վերածելու միջոց։ Պատվի պարտքը մարվում էր, բայց Էդուարդը բացահայտեց, որ այդ պարտքը մարելով նա գտել էր շատ ավելի արժեքավոր բան, մի նպատակ, որն իմաստ կտար իր կառուցած ողջ հաջողությանը։ 6 ամիս էր անցել այն լուսաբացից, որը փոխել էր ամեն ինչ, պրոֆեսոր Անտոն Քոչարյանի անվան պետական դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր ավարտական արարողության համար։ Հանդիսատեսի հպարտ հարազատների շարքում Էդուարդ Սարգսյանը զբաղեցնում էր մի տեղ երկրորդ շարքում, Ռոզա Պետրոսյանի կողքին, որը լիովին փոխվել էր։ Ռմատոիդ արթրիտի բուժումն աշխատել էր անգամ ամենալավատես բժշկական սպասումներից անդին, նա ճառագում էր մի կենսունակություն, որն անհնարին էր թվում ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ռոզան հագել էր էլեգանտ մուգ կապույտ զգեստ, որը Էդուարդը պնդել էր, որ նա ընտրի այդ առիթի համար։ Նրա մազերը խնամքով հարդարված էին, դեմքին երջանկության մի փայլ կար, որը նրան 10 տարով երիտասարդ էր ցույց տալիս։ Նրա կողքին Էդուարդը զուսպ ժպիտով դիտում էր, թե ինչպես է նա աննկատ ոգորվում ամեն անգամ, երբ արարողության ընթացքում հիշատակում էին Մարիամի անունը։ Նա կարողացավ, շնջաց Ռոզան Էդուարդին, երբ տնօրենը հայտարարեց, որ Մարիամն ընտրվել է դասարանի անունից ելույթ ունենալու։ Աստված իմ, նա իսկապես կարողացավ։ Էդուարդը գլխով արեց, զգալով, թե ինչպես խորը հուզմունքը համակեց նրա կուրծքը։ Վերջին ամիսները լարված էին եղել բոլորի համար։ Մարիամը նվիրվել էր ուսմանը մի վճռականությամբ, որը տպավորել էր նույնիսկ ամենափորձառու ուսուցիչներին։ Ամեն օր արթնանում էր առավոտյան 5-ին, սովորելու սով։ Որական դասերից առաջ շաբաթ օրերին մասնակցում էր լրացուցիչ դասերի, ոչ միայն վերականգնել էր կորցրած նյութերը, այլ գերազանցել իր նախորդ ցուցանիշները։ Փոխակերպումը միայն ակադեմիական չէր եղել։ Այն երիտասարդ աղջիկը, որին Էդուարդը գտել էր այն լուսաբացին, հյուծված հուսահատ, դարձել էր վստահ, հստակ խոսող կին, փայլուն աչքերով մի ժպիտով, որը վարակում էր շրջապատի բոլորին։ Ընտանիքի խնդիրները մենակ կրելու բեռը փոխարինվել էր նրա թեթությամբ, ով վերջապես կարող էր նորից երազել։ Ռոզան նույնպես ծաղկել էր իր նոր դերում, որպես Մելիքյան Պետրոսյան աջակցության հիմնադրամի տնօրեն, անուն, որը Էդուարդն ընտրել էր, պատվելու իր պապին, Ռոզայի հանգուցյալ ամուսնուն։ 6 ամսում նա բացահայտել օգնել էր վետերանների 43 խոցելի ընտանիքների։ Նրա աշխատանքը դարձել էր ոչ միայն արժանապատիվ եկամտի աղբյուր, այլ իսկական կոչում։ Էդուարդ, ասել էր Ռոզան մի քանի շաբաթ առաջ, երբեք չէի պատկերացնի, որ մեր ապրածի միջով անցնող այլ ընտանիքներ գտնելը կարող է այդքան ազատագրող լինել։
Կարծես յուրաքանչյուր պատմություն, որին օգնում եմ, մի փոքր բուժում է իմ սեփական ցավը։ Այժմ, նստած այդ լեփ-լեցուն դահլիճում, Էդուարդը մտածում էր, թե ինչպես է իր սեփական կյանքը փոխվել։ 6 ամիս առաջվա միայնակ անքուն գործարարը գտել էր ոչ միայն նպատակ, այլ ընտրյալ ընտանիք, որը լցնում էր այն բացերը, որոնց գոյության մասին նա անգամ չգիտեր։ Նրա ընկնությունները գրեթե անհետացել էին, փոխարինվելով հանգիստ քնով մեկի, ով գիտեր, որ փոփոխություն է բերում աշխարհում։ Արարողությունը շարունակվում էր դիպլոմների հանձնմամբ, յուրաքանչյուր անուն կանչվում էր, ուղեկցվելով խանդավառ ծափահարություններով։ Էդուարդը դիտում էր բեմ բարձրացող երիտասարդներին, յուրաքանչյուրը կրում էր երազանքներ, սպասումներ ապագայի համար, մտածում, թե ինչպես փոքր գործողությունները կարող են լիովին փոխել կյանքի ընթացքը։ Վերջապես, հասավ ավարտական ելույթի պահը։ Մարիամը նրբագեղությամբ բարձրացավ բեմ, հագին պարզ, բայց գեղեցիկ սպիտակ զգեստ, արձակված մազերը թափվում էին ուսերին։ Նա իր հետ ուներ որոշ գրառումներ, բայց Էդուարդը կասկածում էր, որ դրանք նրան պետք կգան։ Վերջին ամիսներին նա նկատել էր, թե ինչպես է Մարիամը զարգացնում բնական հուզիչ արտահայտվելու տպավորիչ ունակություն։ Հարգելի համադասարանցիներ, ուսուցիչներ, հարազատներ, ընկերներ, սկսեց Մարիամը, նրա պարզ ամուր ձայնն արձագանքեց դահլիճում։ Երբ տնօրինությունն ինձ խնդրեց ներկայացնել մեր դասարանն այս ավարտական ելույթում, իմ առաջին արձագանքը խուճապն էր։ Ինչ կարող էի ես, որը գրեթե չավարտեցի, ասել մարդկանց, որոնք ինձանից շատ ավելի ուղիղ ճանապարհներ են անցել։ Հետաքրքրության մի շշուկ անցավ հանդիսատեսի միջով։ Էդուարդը զգաց, թե ինչպես Ռոզան թեթակի լարվեց իր կողքին։ Բայց հետո ես մտածեցի, հասկացա, որ գուցե հենց այն պատճառով, որ գրեթե կորցրի ամեն ինչ, ես ունեմ մի կարևոր բան, որով կարող եմ կիսվել ձեզ հետ այսօր, շարունակեց Մարիամը, մի կողմ դնելով գրառումները։ 6 ամիս առաջ ես այս նույն բեմում էի, մեր ավարտական երեկոն փորձելու համար։ Բայց այն ժամանակ ես արդեն գիտեի, որ այսօր այստեղ չեմ լինելու։ Ես հրաժարվել էի դպրոցից, լքել էի իմ երազանքները, ընդունել էի, որ իմ ապագան շատ տարբեր է լինելու, քան պլանավորել էի։ Դահլիճի լռությունն այժմ բացարձակ էր։ Էդուարդը տեսավ, որ Ռոզայի աչքերում արցունքներ են հավաքվում։ Ես այդ ընտրությունը կատարեցի, որովհետև հավատում էի, որ ես միակ մարդն եմ, որը կարող է փրկել իմ ընտանիքը հուսահատ իրավիճակից։ Ես աշխատում էի օրական 16 ժամ, ստում էի մորս, թե որտեղ եմ, զոհաբերում էի իմ կրթությունը, որովհետև կարծում էի, որ այլ ելք չկա։ Մարիամը դադար տվեց, ուղիղ նայելով Էդուարդին Ռոզային հանդիսատեսի շարքերում։ Բայց 6 ամիս առաջ մի մարդ, որն ինձ լավ չէր էլ ճանաչում, որոշեց, որ իմ պատմությունն արժանի է այլ ավարտի։ Մեկը, որը կարող էր պարզապես անտեսել մի իրավիճակ, որն իր խնդիրը չէր, բայց որն ընտրեց գործել, որովհետև հասկացավ մի բան, որը ես դեռ սովորում էի։ Որ ոչ ոք պարտավոր չէ իր բեռները մենակ կրել։ Էդուարդը կոկորդում խեղդոց զգաց։ Նրա կողքին Ռոզան լուռ լալիս էր, դեմքին ճառագող ժպիտով։ Ես սովորեցի, որ աշխարհում կան մարդիկ, որոնք գործում են ոչ թե պարտականությունից կամ շահից ելնելով, այլ որովհետև հասկանում են, որ մենք բոլորս կապված ենք այնպիսի ձեռով, որոնք միշտ չէ, որ կարողանում ենք տեսնել։ Ես բացահայտեցի, որ իմ ընտանիքը կապ ուներ այդ մարդու հետ, որը սերունդներ էր ձգվում, կապված քաջության, զոհաբերության պատվի պատմություններով։ Մարիամը նայեց շրջանակի մեջ դրված լուսանկարին, որը դրել էր ամբիոնի վրա, գեներալ Մելիքյանի Արմենի նույն լուսանկարը, որը Էդուարդը տվել էր Ռոզային։ Հայրս մահացել է, երբ ես 2 տարեկան էի, ծառայելով մեր երկրին։ 15 տարի շարունակ մայրս ես հավատում էինք, որ նա ընդմիշտ հեռացել է, թողնելով միայն հիշողություն գոյատման ամենօրյա պայքար։ Բայց մենք բացահայտեցինք, որ հերոսներն իրականում երբեք չեն մահանում։ Նրանք բարության սերմեր են ցանում, որոնք շարունակում են աճել, պտուղներ տալով տասնամյակներ անց, այնպիսի վայրերում մարդկանց մոտ, որոնք անգամ չենք պատկերացնում։ Մարիամի ձայնի հուզմունքն այժմ ակնհայտ էր, բայց նա շարունակեց ամուր։ Ես այսօր այստեղ եմ ոչ միայն այն պատճառով, որ սովորել կամ նվիրվել եմ, թե դա արել եմ։ Ես այստեղ եմ, որովհետև սովորեցի, որ օգնություն ընդունելը թուլություն չէ, այլ քաջություն։ Որովհետև հասկացա, որ երախտագիտությունն արտահայտվում է ոչ թե բառերով, այլ գործերով։ Եվ որովհետև ըմբռնեցի, որ մեզանից յուրաքանչյուրն ունի ուժ լինելու շրջադարձային կետ մեկ այլ մարդու պատմության մեջ։ Մարիամը շրջվեց, ուղիղ նայելու իր համադասարանցիներին։ Ուստի, իմ խնդրանքը ձեզ այսօր պարզ է։ Մի փնտրեք միայն հաջողություն։ Փնտրեք նա լինել հրաշք ինչ-որ մեկի կյանքում։ Մի կուտակեք միայն ձեռքբերումներ ձեզ համար։
Օգտագործեք ձեր ձեռքբերումները բարձրացնելու նրան, ով պայքարում է։ Որովհետև ի վերջո կյանքը մեզ չի հարցնի, թե որքան ենք ձեռք բերել, այլ թե որքան ենք օգնել ուրիշներին ձեռք բերել։ Դահլիճը լիակատար լռության մեջ էր, յուրաքանչյուրը կլանված էր Մարիամի խոսքերով։ Մայրս այսօր հանդիսատեսի շարքերում է։ 6 ամիս առաջ նա հիվանդ էր, հուսահատ, թաքցնում էր իր ցավը, որպեսզի չանհանգստացնի դստերը։ Այսօր նա ղեկավարում է մի ծրագիր, որն արդեն օգնել է տասնյակ ընտանիքների նորից հույս գտնել։ Այս փոխակերպումը տեղի ունեցավ, որովհետև ինչ-որ մեկը որոշեց, որ մեր ցավը կարող է, որ մեր երազանքները վավեր են, որ մենք արժանի ենք երկրորդ հնարավորության։ Ռոզան այժմ բացահայտ լաց էր լինում, բայց դրանք ուրախության հպարտության արդյունքներ էին։ Էդուարդ Սարգսյանը նույնպես այսօր մեզ հետ է, ասաց Մարիամը, Էդուարդը զգաց, որ բոլոր հայացքները շրջվեցին դեպի իրեն։ Մի մարդ, որը կարող էր հարմարավետ ապր ել իր հաջողության մեջ, բայց որն ընտրեց բարգավաճումը վերածել նպատակի, որը պատվեց իր եղբոր իմ հոր հիշատակը ոչ միայն բառերով, այլ կյանքեր փրկող գործերով։ Էդուարդը զգաց, որ դեմքը տաքանում է, սովոր չլինելով ուշադրության կենտրոնում լինել այդքան անձնական հուզական համատեքստում։ Բայց ուզում եմ պարզաբանել, որ մեր պատմությունը կախարդական կերպով հայտնված փրկչի մասին չէ, շարունակեց Մարիամը, հայացքը վերադարձնելով դասարանին։ Այն մասին է, որ գիտակցենք, որ մենք բոլորս ունենք այդ փրկիչը լինելու ունակություն ինչ-որ մեկի կյանքում։ Էդուարդ Սարգսյանը պարզապես ընտրեց օգտագործել իր ուժը բարու համար։ Ռոզա Պետրոսյանն ընտրեց իր ցավը վերածել բուժման այլ ընտանիքների համար։ Եվ ես ընտրեցի իմ երկրորդ հնարավորությունը վերածել պարտավորության, երկրորդ հնարավորություններ ստեղծելու ուրիշների համար։ Մարիամը խորը շունչ քաշեց, եզրափակելուց առաջ։ Համադասարանցիներ, ուսուցիչներ, ընտանիքներ, երբ այսօր դուրս գաք այստեղից, ձեզ հետ տարեք ոչ միայն ձեր դիպլոմները, այլ այն վստահությունը, որ ձեզանից յուրաքանչյուրն ունի պատմություններ վերագրելու ուժ։ Հուսահատությունը հույսի, միայնությունը կապի, ձախողումը նոր սկզբի վերածելու։ Եղեք բարի, եղեք քաջ, եղեք այն կամուրջը, որի կարիքն ունի ինչ-որ մեկը, իր փոթորիկն անցնելու համար։ Մարիամի վերջին նախադասությունը գրեթե շշուկով ասվեց, բայց հասավ դահլիճի յուրաքանչյուր անկյուն։ Որովհետև ի վերջո այն, ինչ մեզ իսկապես մարդ է դարձնում, ոչ թե այն է, ինչ մենք ձեռք ենք բերում մեզ համար, այլ այն, ինչ մենք կառուցում ենք ուրիշների համար։ Շնորհակալություն։ Դահլիճը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ ոտքի կանգնեցին, արցունքներ էին հոսում բազմաթիվ դեմքերով, Էդուարդը զգաց, որ հազվադեպ է ականատես եղել այդքան անկեղծ փոխակերպող պահի։ Ռոզան կանգնած էր նրա կողքին, միաժամանակ ծափահարելով լալիս։ Նա գտավ իր ձայնը, ասաց Ռոզան Էդուարդին ծափահարությունների միջից։ Դուստրս գտավ իր իսկական ձայնը։ Արարողությունից հետո դպրոցի բակում ընդունելություն էր։ Էդուարդը դիտում էր, թե ինչպես են Մարիամին ողջունում ուսուցիչները, համադասարանցիներն ու հարազատները, տեսնելով, թե ինչպես է նա իրեն պահում մի հասունությամբ, նրբագեղությամբ, որը մշտապես տպավորում էր իրեն։ Էդուարդ, մի ծանոթ ձայն կանչեց նրան։ Բժիշկ Ռուբեն Մանուկյանն էր, Ռոզային բուժած ռևմատոլոգը։ Բժիշկ Մանուկյան։ Չգիտեի, որ այստեղ կլինեք։ Մարիամն անձամբ է ինձ հրավիրել, ասաց բժիշկը ժպիտով։ Գիտեք, բժշկության մեջ 30 տարվա ընթացքում ես հազվադեպ եմ տեսել Ռոզա Պետրոսյանի նման լիակատար փոխակերպում։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով։ Այն, ինչ դուք արեցիք նրա համար, արտասովոր էր։ Այն, ինչ մենք արեցինք, ուղեց Էդուարդը, պարզապես նրան հնարավորություն տվեցինք ցույց տալու, թե ով է նա միշտ եղել։ Ճիշտ այդպես, համաձայնեց բժիշկը։ Եվ հիմա նա դա անում է ուրիշ մարդկանց համար։ Շրջանը շարունակվում է։ Ավելի ուշ, երբ ընդունելությունն ավարտվում էր, Էդուարդը մենակ մնաց Մարիամի Ռոզայի հետ դպրոցի ավտոկայանատեղիում։ Մարիամ, քո ելույթը կատարյալ էր, ասաց Էդուարդը։ Դու կարողացար արտահայտել բաներ, որոնք ես ինքս չէի կարողանա բառերով ասել։ Լավագույնից եմ սովորել, պատասխանեց նա ժպիտով։ Մի մարդուց, որն ինձ սովորեցրեց, որ գործերը բառերից բարձր են խոսում։ Ռոզան մոտեցավ Էդուարդին, ի զարմանս նրա, ամուր գրկեց նրան։ Էդուարդ, մենք երբեք չենք կարողանա փոխհատուցել այն, ինչ դու արեցիր մեզ համար, ասաց նա։ Բայց կարող եմ խոստանալ, որ մեր կյանքի մնացած մասը կանցկացնենք, պատվելով այս երկրորդ հնարավորությունը։ Դուք արդեն պատվում եք, պատասխանեց Էդուարդը, փոխադարձելով գրկախառնությունը։
Յուրաքանչյուր ընտանիքի հետ, որին Ռոզան օգնում է, յուրաքանչյուր երազանքի հետ, որը Մարիամն իրականացնում է, դուք պատվում եք ոչ միայն այս հնարավորությունը, այլ բոլոր այն լավ մարդկանց հիշատակը, որոնք մեզ հասցրել են այստեղ։ Ավարտական երեկոյից 2 շաբաթ անց Էդուարդն իր գրասենյակում էր, երբ Կարենը մի հատուկ նամակ բերեց։ Դա Մարիամին հասցեագրված հաստ ծրար էր, Երանի պետական համալսարանի կնիքով։ Կրթաթոշակի հաստատման նամակը, ասաց Կարե։ Ն ժպիտով։ Էդուարդը նույնպես ժպտաց։ Հանդիպում նշանակիր Մարիամի հետ վաղվա համար։ Ուզում եմ սա անձամբ հանձնել։ Եվս մի բան կա, ասաց Կարենը, գրպանից հանելով մեկ այլ ծրար։ Հետաքրքիր առաջարկ է եկել Մեթից։ Նրանք ուզում են Մարիամին փոխանակում առաջարկել ուսման երկրորդ կուրսում։ Ըստ երույթին, ինչ-որ մեկն ուղարկել է նրա ավարտական ելույթի տեսանյութը այնտեղի մի պրոֆեսորի։ Էդուարդը զարմացած բարձրացրեց հոնքերը։ Ինչ-որ մեկը։ Ռոզա Պետրոսյանը, ասաց Կարենը խորամանկ ժպիտով։ Նա ասաց, որ պարզապես սերմեր է ցանում, ինչպես Մարիամը նշեց ելույթում։ Հաջորդ օրը, երբ Էդուարդը հանձնեց ԵՓ-ի հաստատման նամակը Մարիամին, նա այն պահեց թեթակի դողացող ձեռքերով։ Չեմ կարողանում հավատալ, որ սա իրական է, ասաց նա։ 6 ամիս առաջ սա անհնարին երազանք էր թվում։ Մարիամ, ասաց Էդուարդը, ուզում եմ, որ իմանաս, որ քո ճանապարհորդությունը նոր է սկսվում։ Եվ որ, անկախ նրանից, թե ուր այն քեզ կտանի, դու միշտ կունենաս մի ընտանիք, որը հավատում է քեզ։ Էդուարդ, պատասխանեց նա, շնորհակալություն։ Սովորեցնելու համար, որ հրաշքները երկնքից չեն ընկնում։ Դրանք կառուցվում են մարդկանց կողմից, որոնք ընտրում են գործել բարությամբ։ Մինչ Մարիամը դուրս էր գալիս նրա գրասենյակից, ձեռքին պահելով ԵՓ-ի ծրարը երազելով իր ապագայի մասին, Էդուարդը մոտեցավ պատուհանին, նայեց ներքում շարժվող երանին։ Քաղաքը նույնն էր մնացել, բայց նրա հեռանկարը լիովին փոխվել էր։ Նրա հեռախոսը զանգեց։ Ռոզան էր, զանգում էր Մելիքյան Պետրոսյան հիմնադրամի գրասենյակից։ Էդուարդ, մենք հենց նոր ստացանք մեկ ընտանիքի փաստաթղթերը, որոնք օգնության կարիք ունեն։ Ռազմածովային ուժերի վետերան, 3 փոքր երեխաներով։ Իրավիճակը բարդ է, բայց հավատում եմ, որ կարող ենք փոփոխություն բերել։ Իհարկե, Ռոզա։ Կարող եք իմ վրա հույս դնել, ինչի կարիքն էլ որ լինի։ Էդուարդ, ասաց նա, անջատելուց առաջ։ Այո։ Շնորհակալություն մեզ սովորեցնելու համար, որ ընտանիքը միայն արյան մասին չէ։ Այն ընտրության մասին է։ Հեռախոսն անջատելուց հետո Էդուարդը մի քանի րոպե լուռ մնաց, մտածելով, թե ինչպես է իր կյանքը փոխվել։ 6 ամիս առաջվա միայնակ Գո. Լծարարը գտել էր ոչ միայն նպատակ, այլ մի ընտանիք, որը նա ընտրել էր կառուցել սերունդները գերազանցող արժեքների հիման վրա։ Այդ գիշեր, տարիներ շարունակ առաջին անգամ, Էդուարդը ոչ միայն խորը քնեց, այլ երազ տեսավ։ Երազում տեսավ Մարիամին, որն ավարտում է ինժեներիայի ֆակուլտետը, Ռոզային, որն ընդլայնում է աջակցության ծրագիրը, ինքն իրեն, որին հիշում են ոչ միայն որպես հաջողակ գործարար, այլ որպես մեկի, ով օգտագործել է իր հաջողությունը, հնարավորությունները բազմապատկելու համար։ Նա երազում տեսավ, հիմնականում իր եղբորը Արմենին, իր պապին, գեներալ Մելիքյանին, վերջապես խաղաղության մեջ, իմանալով, որ իրենց մահերը սերմեր են ցանել, որոնք կշարունակեն ծլել սերունդների ընթացքում։ Եվ երբ հաջորդ առավոտ արթնացավ, Էդուարդ Սարգսյանը ժպտաց, իմանալով, որ գտել է այն անհանգստության պատասխանը, որն իրեն այդքան երկար տանջել էր։ Կյանքի իմաստը ոչ միայն նվաճելու, այլ բարձրացնելու մեջ էր։ Ոչ միայն կուտակելու, այլ բազմապատկելու։ Ոչ միայն հաջողության հասնելու, այլ պատճառ լինելու, որ ուրիշները նույնպես կարողանան հասնել դրան։ Պատվի պարտքը մարվել էր, բայց այն, ինչ Էդուարդը բացահայտեց, այն էր, որ այն մարելով նա ստեղծել էր նոր պարտք ապագայի հանդեպ, բոլոր այն պատմությունների, որոնք դեռ կարող էր փոխել, բոլոր այն կյանքերի, որոնց դեռ կարող էր դիպչել։ Եվ դա մի պարտք էր, որը նա ուրախությամբ կկրեր իր կյանքի մնացած մասի ընթացքում։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Էդուարդի, Ռոզայի, Մարիամի ճանապարհորդությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ մեզանից յուրաքանչյուրն ունի ուժ, լինելու վճռորոշ փոփոխություն ինչ-որ մեկի կյանքում, որ բարության փոքրիկ ժեստերը կարող են վերագրել ամբողջ ճակատագրեր, որ ամենակարևոր մարդկային կապերն այն են, որոնք մենք ընտրում ենք կառուցել սիրո կարեկցանքի հիման վրա։
Եթե այս պատմությունը ձեզ մոտ հույզեր արթնացրեց, եթե դուք ձեզ նույնացրիք Մարիամի պայքարի, Ռոզայի անսահման սիրո կամ Էդուարդի փոխակերպման հետ, դրեք ձեր հավանունն այս թողարկմանը բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մեկնաբանություններում գրեք մեզ, որ պահն է ձեզ ամենաշատը հուզել։ Դուք երբ է ապրե։ Լեք կամ ականատես եղել նմանատիպ փոխակերպման պատմությունների։ Ամեն օր մենք ձեզ համար բերում ենք պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային սրտի ուժը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես սերը, վճռականությունը, բարությունը կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն։ Սրանք պատմություններ են, որոնք մեզ հիշեցնում են, որ նույնիսկ ամենադժվար պահերին միշտ հույս կա, միշտ կա նոր սկզբի հնարավորություն, միշտ կա մեկը, ով կարող է ձեռք մեկնել փոխել ամեն ինչ։ Հետեք մեր հաջորդ թողարկումներին լսելու ավելի շատ պատմություններ, որոնք կստիպեն ձեզ ծիծաղել, լաց լինել, ամենակարևորը հավատալ մարդկային հոգու անսահման գեղեցկությանը։ Մինչ հաջորդ անգամ, հիշեք, դուք նույնպես կարող եք լինել հրաշք ինչ-որ մեկի կյանքում։